Շատ լավ։ Նախ ուզում եմ իրապես բոլորիս բարի երեկո մաղթել ու նորից ամեն անգամ փառք տանք Աստծուն, որ այստեղ ենք միասին եւ միասնաբար պիտի փորձենք նորից սերտել մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի ուղիղ խոսքերը, որովհետեւ ավետարանը Քրիստոսի ուղիղ խոսքն է, այն խոսքերը, որոնք որ հնչեցին 2000 տարի առաջ իր շուրթերից, այսօր մենք լսում ենք գրիչի միջոցով, այս դեպքում Մարկոս ավետարանի գրիչի միջոցով, որը մեզ փոխանցում է Տիրոջ ուղիղ խոսքը, եւ այս խոսքը հեղինակավոր է, այլ խոսքով այնպիսի բան չի, որը կարող ենք ընդունել կամ չէ։ Եթե քրիստոնյա ենք, եթե մեր Տիրոջն ու Փրկչին ընդունում ենք իբրև մարմնացած Աստված ամենասուրբ Եհորտության անձը, ուրեմն իր խոսքը մեզ համար Աստվածային խոսք է, Աստծո խոսքն է, եւ ինչու եմ սա ասում, որովհետեւ այսօրվա նյութը բավական դժվար նյութ է, այն առումով, որ խոսում է մեր խնդիրների մասին, մանավանդ բաժանությունների մասին եւ այլն, ու պիտի փորձենք խոնարհաբար հասկանալ, թե ի վերջո ինչ էր ուզում ասել Տերը եւ ինչպես են մեր եկեղեցու հայրերը հասկացել այս նյութը։ Մարկոսի 10-րդ գլխի առաջի հատվածն ենք սերտելու, ինչպես ամեն անգամ անում եմ, ուզում եմ ուղղակի հիշեցնել, թե մենք նախորդ անգամ ինչի մասին խոսեցինք, որ կարողանանք նաև այս անգամ հասկանալ, թե ինչի մասին։ Ամեն ինչ կապված է իրար այդ ավետարանները, եւ այստեղ շատ կարեւոր է, որ հասկանանք, թե նախորդը 9-րդ գլխի ավարտը հետեւյալի մասին էր, որ խոսում էր, թե ինչպես է քրիստոնյան ապրում եւ ինչպես է գործում։ Ուղղակի մի փոքրիկ հիշեցում ընթերցեմ ու գնանք առաջ։ Ասում եմ այնտեղից ելնելով, սա նախորդն է անշուշտ, նրանք անցնում էին Գալիլեայի միջով եւ Հիսուս չէր կամենում, որ որևէ մեկն իմանա, քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. Մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրան պիտի սպանեն եւ երբ նա սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի։ Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքը եւ վախենում էին նրան հարցնել, եկավ Կափառնայում եւ երբ տուն մտավ, աշակերտներին հարցրեց. ճանապարհին իրար հետ ինչի մասին եք վիճում։ Եվ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծը։ Եվ երբ նստեց, կանչեց 12-ին ու նրանց ասաց. եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասավորը պիտի լինի։ Եվ մի մանուկ վերցնելով կանգնեցրեց նրանց մեջ եւ նրան իր գիրկն առնելով ասաց. ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. Վարդապետ, տեսանք մեկին, որ քո անվամբ դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան, եւ նա ասաց. արգելք մի եղեք նրան, որովհետեւ չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայհոյել։ Քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ Եվ ով որ մեզ մի բաժակ ձեզ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի։ Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, դրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկանակար եւ ծով գցվեր։ Եվ եթե քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դեն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար ավելի լավ է խեղված մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշեշտ կրակի մեջ։ Եվ եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրիր քեզնից դեն գցիր այն, լավ է որ դու կաղ մտնես հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենաս եւ գեհեն ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանիր այն, լավ է որ դու մեկ աչքով մտնես Աստծո արքայությունը, քան թե երկու աչք ունենաս եւ ընկնես գեհեն։ Ուժ նրանց որդը չի մեռնում եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամեն ինչ կրակով պիտի աղվի։ Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեմվի։ Արդ դուք ձեր մեջ ունեցեք աղը եւ իրար հետ խաղաղությամբ ապրեցեք։ Սա նախորդն էր եւ այսօրվա նյութն է, հետեւյալն է։ Հիսուս այնտեղից վեր կացավ, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը եւ ժողովուրդը դարձյալ գնում խռնվում էր նրա շուրջը եւ նա ինչպես սովոր էր նորից ուսուցանում էր նրանց։ Իսկ փարիսեցիները մոտեցան եւ նրան փորձելով հարց տվին ու ասացին. օրինավոր է, որ մարդ իր կնոջն արձակի։ Նա պատասխան տվեց նրանց եւ ասաց. Մովսեսը ձեզ ինչ պատվիրեց։ Եվ նրանք ասացին. Մովսեսը հրաման տվեց արձակելու թուղթ գրել եւ արձակել։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. ձեր խստասրտության պատճառով գրեց այդ պատվիրանը, մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու եւ եք ստեղծեց նրանց։ Եվ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ պիտի գնա իր կնոջ հետևից։
Եվ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Եվ աշակերտները տան մեջ դարձյալ նույնը հարցրին նրան եւ նրանց ասաց. Եթե մի մարդ արձակի իր կնոջ եւ ուրիշին առնի, շնություն արած կլինի։ Եվ մի կին եթե թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնություն արած կլինի։ Եվ նրան մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա։ Իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ Երբ Հիսուս այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց, որովհետեւ Աստծո արքայությունը այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու։ Եվ նա վերցնելով նրանց իր գիրկը նրանց վրա ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց։ Երբ նա այնտեղից ճանապարհ ընկավ, ահա մեծահարուստ մեկ առաջ վազելով ծնկի իջավ, հարցրեց նրան ու ասաց. Բարի վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Եվ Հիսուս նրան ասաց. Ինչու ես ինձ բարի կոչում։ Բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված։ Պատվիրանը գիտես, մի շնանար, մի սպանիր, մի գողանար, սուտ մի վկայիր, պատվիր քո խորն ու մորը։ Նա պատասխանեց, ասաց. Վարդապետ, այդ բոլորն իմ մանկությունից ի վեր արել եմ, արդ, ինչ եմ պակաս թողել։ Եվ Հիսուս նրան նայելով սիրեց նրան եւ ասաց. Քեզ մեկ բան է պակասում, եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ որ ունես ու աղքատներին տուր եւ երկնքում գանձեր կունենաս եւ վերցրու խաչդ ու արի իմ հետևից։ Եվ մարդը այդ խոսքի վրա խոժորված գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր։ Այս հրաշալի համարն է, որ միասնաբար պիտի փորձենք սերտել եւ ինչպես որ ամեն անգամ անում եմ, ուզում եմ այս անգամ էլ շեշտել, որ այս սերտողությունները կատարվում են մեր եկեղեցու հայրերի ուսմունքի հիման վրա ու վերջում ցույց եմ տալու մի հրաշալի գիրք, օրինակ մեր հայրերից Բարսեղ Մաշկևորցու մեկնությունը, որպեսզի նաեւ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մեր հայրերը անընդհատ նախադասություն առ նախադասություն մեկնել են այս համարները ու վերջում հորդորակներ են գրել, այսինքն ժողովրդի մասի համար ինչ որ մի խրատել են դրել։ Սուրբ գիրքն են սերտել ու վերջում խրատ են դրել, որի օրինակով ես էլ եմ փորձում իմ փոքրիկ վերլուծականը անել վերջում։ Իրենց արածը հազարավոր տարիների փորձ ունի։ Իրենց արածը հրաշալի է, ուղղակի մենք պիտի սովորենք իրենցից, ավելացնելու ոչինչ չունենք։ Մենակ մեր հայրերից սովորենք ու հասկանանք, թե ինչքան գեղեցիկ է իրանց սերտելու միջոցը։ Առաջին նախադասությունը, որ պիտի սերտենք, հետևյալն է, ասում է Հիսուս այնտեղից վեր կացավ, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը եւ ժողովուրդը դարձյալ գնում խռնվում էր նրա շուրջը եւ նա ինչպես սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց։ Հետաքրքիր է պատմական առումով հասկանանք, որ սա վերջի անգամն է, որ Քրիստոս գնում է Գալիլեա, սրանից հետո ինքը չի գնալու այլևս Գալիլեա, գնալու է Գալիլեա միայն հարությունից հետո։ Ուրեմն սա վերջի անգամն էր, այն վայրը, որտեղից որ ինքը իր առաքելությունն էր սկսել, այստեղ է ինքը վերադառնում մի վերջին անգամ ուսուցանելու, վերջին անգամ մարդկանց իր խրատը փոխանցելու, որից հետո այլևս իրեն չեն տեսնելու են մի խումբ մարդիկ արդեն հարություն առնելուց հետո։ Եվ այստեղ ուզեցի այս միտքը վերել, որ ամեն անգամ, երբ որ Քրիստոս գնում էր միտեղ, անպայման մարդիկ հավաքվում էին, խռնվում էին, ավետարն է ասած, ինչու, որովհետև որտեղ որ լույսն ու ջերմությունը կա, այնտեղ մարդիկ են։ Եվ իրապես որ Քրիստոսից լույս ու ջերմություն էր մշտապես բխում ու սա լավագույն ապացույցը նա էր, որ մարդիկ առիթը բաց չէին թողնում Քրիստոսի հետ լինել։ Ու սա նաև մեր համար է շատ կարևոր մի ուրեմն նշան, ազդակ, որ երբ որ մեզ հետ են մարդիկ ուզում շփվել, խոսել, ուրեմն նշանակում է մեր մեջ էլ այդ լույսն ու ջերմությունը կա։ Իսկ եթե մարդիկ մեզանից հեռանում են կամ մեր հետ չեն ուզում ժամանակ անցկացնել, ոչ թե 1-2 ընդհանրապես, ուրեմն նշանակում է թերևս մի բան իմ մեջ կա, որ փորձեմ նայել ու հասկանամ ինչն է իմ մեջ սխալ, որ մարդիկ ինձանից հեռանում են, որովհետև մարդ արարածը ինչքան էլ մեղավոր լինի, իր մեջ կրում է Աստծո պատկերը, ու երբ որ Աստծո լույսն է տեսնում դիմացինի մեջ, անպայման փորձում է այդ լույսին գնալ, նման այն թիթեռների, որ գնում են լույսին։ Եվ հետաքրքիր է, բայց ամեն մարդ չի, որ գալիս է Քրիստոսին ինչ որ մեկ նպատակով։ Ոմանք գալիս էին, որ Քրիստոսից բժշկվեն, հրաշք էին ուզում տեսնեին, կամ ուզում էին բժշկվել։ Ոմանք գալիս էին, որ սովորեին։ Բայց մարդիկ էլ կային, որ գալիս էին, որ փորձեին։
2000 տարի առաջ էր սա կատարվում, այսօր էլ շատ բան չի փոխվել, այսօր Քրիստոսի մարմնի անդամ կամ Քրիստոսի տուն եկեղեցի են գալիս ոմանք, որ բժշկվեն, գալիս են, տեսնում ենք, աղոթում ես, փորձում ես Աստծուց ողորմություն խնդրել, ոմանք գալիս են, որ սովորեն, ոմանք էլ գալիս են, որ կեղտերը, սխալները փնտրեն, գտնեն ու ամեն անգամ մատնացույց անեն, որ սա ձեր եկեղեցին է, սա ձեր հոգևորականն է, դուք վատն եք եւ այլ եւ այլ։ Սա դասական փարիսեցիությունն է, որ այսօր իմ կարծիքով երևի Ստալինյան շրջանից հետո առաջին անգամ շատ հստակ նաեւ երևում է մեր միջավայրում։ Եվ հաջորդ նախադասությունը, որ ասում էր ավետարանիչը, հետևյալն էր. իսկ փարիսեցիները մոտեցան եւ նրան փորձելով հարց տվին ու ասացին. օրինավոր է, որ մարդ իր կնոջն արձակի։ Հետաքրքիր է, եթե կհիշեք, մենք երբ որ Մարկոսի 3-րդ գլուխն էինք սերտում, տեսանք, որ փարիսեցիներն ու հերովդեսականները միավորվեցին, որպիսի Քրիստոսի դեմ դուրս գան։ Եվ այն ժամանակ ես ասացի, որ փարիսեցիներն ու հերովդեսականները լրիվ տարբեր խավի կամ արժեքների մարդիկ էին։ Փարիսեցիները իրենց ազգայինի կողմնակից էին։ Մենք հրյաներս, մենք ամենալավն ենք, մենք ամենամաքուրն ենք, մենք էր փարիսեցիների պարագան։ Իսկ հերովդեսականները ավելի կիսահեթանոսական վիճակ էր, անձի հետ էին կապում, թագավորի հետ էին կապում։ Իսկ թագավորը այդքան էլ հրեայության հետ չէր, եթե կհիշեք, կիսահեթանոս վիճակ էր, բայց արի ու տես, որ կիսահեթանոսն ու խիստ ծայրահեղական հրեան միավորվել էին, որպեսզի Քրիստոսին դեմ պայքարեն, եւ սա է պարագան նաեւ, որ ի վերջո այս հարցադրումն են տալիս ասելով օրինավոր է, որ մարդ իր կնոջն արձակի, շատ լավ իմանալով, որ նույն Հերովդեսը ինչ էր արել, եթե ոչ իր եղբոր կնոջն էր կնության առել, ու դրա համար, երբ որ Հովհաննես Մկրտիչն իրեն նախատեց, ասեց անընդունելի է, անառակություն ես անում, գիտենք, որ նաեւ Հովհաննես Մկրտչին դրա համար գլխատեցին, բայց արի ու տես, որ այս ամենը իրանք շատ լավ գիտեն, թե ինչ է Աստծո կամքը, որովհետև բոլորն ընդունում էին Հովհաննես Մկրտչին իբրև Աստծո մարդ, բայց միևնույնն է, այս հարցադրումը տվեցին ինչու, որովհետև սա ծուղակ էր հիմա ավետարանիչը պիտի ասի, ինչ պատասխանել տաս, միտեղ սխալ են գտնելու։ Եթե ասեն այո, օրինավոր է, պիտի ասել, իսկ ինչ են Մովսեսը ասում, որ այո կամ ոչ, ուրեմն Մովսեսին հակառակ ես։ Իսկ եթե ասեր չէ, օրինավոր չէ, այդ դեպքում նաև պիտի ասեն, բա ինչի Աստծո Մատթեոսի ավետարանի կամ ավելի շուտ մարգարեության մեջ, հիմա պիտի տեսնենք ուրիշ բան է ասում։ Այսինքն սա մի խնդիր էր, դիբեյթ էր հրեական իրականության մեջ, որ ուներ եւ կողմնակից, եւ դեմ։ Եվ որ կողմն էլ որ բռնեիր, մի խմբին դու ինչ էիր անելու, եթե ոչ նեղացնելու էր։ Այլ խոսքով սրան էին տանում, որ մի խմբի հետ ինքը թշնամանա Քրիստոս։ Այսօր էլ հաճախ տեսնում ենք կան պահպանողականներ, թեկուզ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ լիբերալներ, որ կողմին որ բռնես, մյուսը նեղանալու։ Ու քանի որ իրենք մոտեցան իմաստության հիմքին, իմաստության աղբյուրին, Քրիստոսին, հենց այնպես հեշտ չէ, որ պիտի Քրիստոսին թակարդը գցեին ու Քրիստոս չընկավ թակարդը ու շատ խորքային մի բան ասաց, նա պատասխան տվեց ու ասաց. Մովսեսը ձեզ ինչ պատվիրեց։ Տարավ ավելի հետ, դեպի օրենսդիրը, դեպի Մովսեսը։ Փաստորեն այս հարցը ոչ միայն նրանց համար էր, որ Քրիստոս իրենից այդ թակարդից դուրս գա, այլ նաև նրա համար էր, որ փարիսեցիները հասկանան, այլ խոսքով սովորեն։ Ամեն անգամ, երբ որ նույնիսկ Աստծուն մենք փորձում ենք, Աստված երբ որ մեզ պատասխան է տալիս է ոչ թե պատժելու, այլ տալիս է որպեսզի մեզ ուղղի։ Եվ այս պարագայում Քրիստոսի այս պատասխանն էլ սիրո պատասխան էր, որպեսզի փարիսեցիներին ուղղի դեպի ճիշտ ճանապարհը ուղղորդի։ Բայց այստեղ հետաքրքիր այս մի միտքը կա, որ Քրիստոս ասում է փարիսեցիները գիտեին, թե ինչ էր Մովսեսի պատվիրանը, բայց չգիտեին, թե ինչու էր ինքը այդ պատվիրան տվել, այլ խոսքով ասել, որ կարելի է բաժանման թուղթ գրել եւ արձակել։ Եվ սա ասում էր Բարսեղ Մաշկևորցին։ Երբեմն մենք մի բան գիտենք, բայց խորքը չգիտենք։ Նույնը փարիսեցիների օրինակն էր։ Իրան գիտեին երկրորդում օրինակի տեքստը 24-րդ գլխի, որ ասում էր արձակման թուղթ ու արձակի, բայց չգիտեին հիմքը, թե ինչու Մովսեսն ասաց։ Ու դրա համար է, որ Քրիստոս բացատրելու է հիմքը, թե ինչու Մովսեսն ասաց, որ արձակման թուղթ գրի եւ ուղարկի։ Եվ փաստորեն ինչ էր դուրս գալիս, որ այս դեպքում, քանի որ ինքը Մովսեսին Քրիստոս տարավ,
իրենց համար, հրեայի համար Մովսեսը հեղինակություն էր, բարձրագույն հեղինակությունն էր, բայց քրիստոնյայի համար Մովսեսը բարձրագույն հեղինակություն չի։ Ընդամենը մի գլուխ առաջ էր մենք, որ տեսանք, թե ինչպես Մովսեսն ու Եղիան Քրիստոսին էին երկրպագում եւ Քրիստոսի մասին էին վկայում այլակերպության ժամանակ։ Ու սա էլ է շատ կարևոր։ Քրիստոս մեզ օգնում է, որ հասկանանք, թե ամեն մարդու հետ ինչպես խոսել։ Իմանալ իր արժե համակարգ եւ իր արժե համակարգի միջոցով փորձել իրան օգնել, որպեսզի ինքը ճշմարտությունը բացահայտի։ Աստվածային ճշմարտությունը, որը անձից կախված չի, ինքը օբյեկտիվ ճշմարտություն է։ Եվ ասում եմ, նրանք ասացին, Մովսեսը հրաման տվեց արձակելու, թուղթ գրել եւ արձակել։ Եվ իրապես որ Մովսեսը տվեց։ Եվ տեսեք ինչ էր այս բարբերությունը, որ մեջ բերեցին։ Ասում է, եթե մեկը կին է առնում ու մերձենում է նրան, բայց այնպես է պատահում, որ նրա մեջ անարգության հանգամանք է նկատում, դադարում է նրան սիրելուց, ապա հարզանի, այսինքն բաժանումի թուղթ թող գրի, տա նրա ձեռքի եւ նրան արձակի իր տնից։ Եթե այս կինն ամուսնանա մի այլ մարդու հետ եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանվելու թուղթ, տա նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ Եվ եթե նայեք նույնիսկ հաջորդ երկու գլուխներն էլ են այս մասին խոսում, կարծես թե կին ինչ որ մի իր լինի, որ եթե չես հավանում կնոջդ, կարաս թուղթը գրես ու արձակես եւ ինչու էին թուղթը գրում, որ ասելով որ ինքը անառակ կին չի, ուղղակի ես իրեն չեմ սիրում, դրա համար արձակում եմ, եթե ուզում եք կարող եք իր հետ ամուսնանալ, բայց դրան հակառակ Մաղաքիայի մեջ Աստված հետևյալն էր ասում. քո երիտասարդության օրերի կնոջը մի թող, իսկ եթե ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտությունը կծածկի քո խորհուրդը, ասում է Իսրայելի Տեր Աստվածը։ Ուրեմն սա էր, որ փարիսեցիները երկու ծուղակն էին ուզում գցել։ Մի կողմից օրենքն է ասում, մի կողմից մարգարեն։ Հիմա դու որի հետ ես։ Ու Քրիստոս բերում է, որ օրենքը ճիշտ է, այսպես է ասում, բայց օրենքի հիմքը, որ ծննդոցն է, լրիվ ուրիշ բաներ ասում։ Եվ եթե դուք տեսնում եք, որ Մովսեսը փոխում է, ուրեմն դա արել է ձեր իսկ պատճառով, ձեր իսկ խստասրտության պատճառով։ Եվ տեսեք, դրա համար ասում է Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. ձեր խստասրտության պատճառով գրեց այդ պատվիրանը, մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու եւ եք ստեղծեց նրանց։ Նախ հետաքրքիր բառ է, որ խստասրտությունը հունարենով երկու բառեր են, որ շատ լավ գիտենք, մանավանդ Հայաստանի ժողովուրդը, ընդհանրապես սկլերոկարդիա բառն է։ Սկլերոսիս, որ ասում ենք սկլերոզ ունի մարդը, չի հիշում, եւ կարդիա սիրտ։ Խորքի մեջ սկլերոսիս ավելի խստասրտություն, խիստ, չոր իմաստով է, մեկը որ համառ է, որ չի ուզում ընդունել, այսինքն դարձել է պատ։ Եվ ընդհանրապես ընդունելու ոչ մի բան չունի։ Եվ կարդիան էլ դե բնականաբար արդեն սիրտն է։ Ուրեմն խստասրտությունը, սկլերոկարդիանը, որ երբեմն նաև հաճախ մենք մեր մեջ էլ պիտի տեսնենք, որ դառնում ենք պատի նման։ Մեր այոն այո է, ոչը ոչ, ամերիկացու ասած my way or freeway, իմն է, միակ ճշմարտությունը ես եմ ու որևիցե մեկից պատրաստ չեմ ինչ-որ ճշմարտություն լսելու։ Հրեաների մոտ սա կար, եւ սա է, որ Քրիստոս ասում է, որ անընդունելի է, եւ գնում է առաջ, բայց ասում է արարչագործության սկզբից Աստված արու եւ եք ստեղծեց նրանց։ Երկու նաեւ հունարեն բառեր եմ ուզում մեջ բերել, Արսեն, Կայ, Թելի։ Այս երկու բառերն էլ անձնանուններ են դարձել հայերենում։ Արսեն շատ տարածված ունենք, որը հունարենից է եւ նշանակում է տղամարդ։ Իսկ Թելին կամ Թելու, բայց Թելին է նշանակում է կին։ Եվ հետաքրքիր է, որ ես գիտեմ Արսեն տղամարդու եւ Թելի կնոջ, եւ հետաքրքրորեն սա Սուրբ գրային է, ու մեր հայրերը այս անուն ուղղակի առիգիտություն բերել են, նաեւ իբրև ուղիղ անուն են դարձրել մեզ։ Ուրեմն Քրիստոս բերեց ամեն առաջ ու ասեց, որ առաջի մարդիկ այդպես չեն ստեղծվել։ Եվ փաստորեն ավելի կարևոր է առաջի հրահանգը։ Այլ խոսքով չափանիշը կամ անգլերենով ստանդարտը վերականգնում է, recover անում Քրիստոս։ Քանի որ Քրիստոս եկավ մաքրելու մեղքը, որը Ադամն ու Եվան գործեցին։ Հետաքրքիր է, տեսեք ինչ բան է։ Այն ինչ որ Քրիստոս մեջ բերեց, հիմա կտեսնենք ծննդոց 2-ի մեջ է, միջև մեղքն է։ Ծննդոց 3-ի մեջ է, որ սատանան մեղքի պատճառը հանդիսանում, որ գայթակղեցնում է։ Ուրեմն Քրիստոս մեջ բերեց միջև մեղքը,
ինչ որ մարդիկ անում էին, ու ասեց ես վերադարձնում եմ միջև մեղքը կատարած վիճակ, ինչու, որովհետև ես եկել եմ մեղքը մաքրելու իմ արունով։ Ու սրանից հետո էլ այսպես կոչված compromise անելը, կոմպրոմիսի գնալը բարոյականության պատճառով անընդունելի է, որովհետև ես ձեզ մաքուր էջից եմ սկսել տալիս, blank page եմ տալիս, սկսում ենք։ Եվ դրա համար անգլերենով գրեցի no compromise on morality։ Չկա, էլ չեք կարող ասել, որ որովհետև մենք մեղանչական ենք, ես ենք, էիք, բայց ես վերականգնեցի միջև Ադամը մեղ գործած վիճակը։ Հիմա այլևս չեք կարող սա ասել, ու դրա համար ձեր խստասրտության հայք, քո խստասրտության այլևս տեղը չկա։ Եվ նաև այս միտքը ինչի այս վերջին մասն էլ բերեցի, որ ինձ եկավ դասական աղանդավորի ու առաքելական մտայնության տարբերության։ Ինչու, փարիսեցիների մոտ դասական աղանդավորություն, առաջինը ամբողջ պատկերը չեն տեսնում, մի հատված են տեսնում երկրորդում նորինացից ու ասում են, տես այս հատվածում 24-րդ գլխում սա է, բայց ամբողջ երբ որ Քրիստոս ասում է, հա, բայց հələ մի հատ հինը տես, Ծննդոց 2-ը տես, այդ ժամանակ ամբողջական պատկեր է տալիս։ Ու օրենքի ոչ թե 5-րդ գլուխը նայր, այլ առաջի գլուխը նայր։ Սա մեկ։ Եվ երկրորդը հաճախ ինչ է աղանդավորի կամ այս դեպքում փարիսեցին, որ նույն օրինակով է շարժվում, միտքը, որ ինքը փորձում է աղանդավորը իր համար օգտագործել իր շահի համար, անձնական personal շահի համար, բայց իրական առաքելական ուսմունքը երբեք անձնական շահի համար չի։ Քրիստոս հիմա պիտի տեսնենք, անձնական շահի համար ոչինչ չի անում, այլ ճշմարտությունն է ասում, ու ասում այդ ճշմարտությամբ դուք պիտի ապրեք։ Ուրեմն կոնտեքստից հանած միտք չի ընդունվում եւ անձնական շահի համար օգտագործել կոնկրետ համար նույնպես չի ընդունում։ Սա բնորոշ է փարիսեցուն, սա բնորոշ է աղանդավորի։ Եվ այստեղ նաեւ շատ մի կարևոր բան կար, որ միա պիտի տեսնենք, որ Քրիստոս ասում է, որ բացառություն կա, սա Մատթեոս 19-ի մեջ է, Մարկոսը չունի սա, որ բացառություն կա բաժանման, դա շնությունն է, երբ որ տղամարդը կամ կինը շնանում են եւ ուխտը, պսակի ուխտը, ուրեմն իրանք պղծում են։ Եվ ասած դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ պիտի գնա իր կնոջ հետևից։ Մեջբերումը սա էր, ինչպես որ ասացի, Ծննդոց 2, բառացի սա է ասում Ծննդոցը, այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը պետք է միանա իր կնոջը եւ երկուսը պետք է լինեն մի մարմին։ Հետաքրքիր է, չգիտեմ նկատել եք թե չէ, սա ասում է Ադամին ու Եվային Աստված, բայց ոչ Ադամը, ոչ Եվան ծնող չունեն մարմնական։ Բայց արդեն իսկ փաստորեն դուրս է գալիս, որ ի վերջո Աստված ուներ այս ծրագիրը, որ լինելու են ծնողներ, եւ ի վերջո բերում է նրան, որ ամուսնացող զույգերը իրենք պետք է իրենց նախընտրեն ու ոչ թե ծնողներին։ Այո, ծնողները իրենց աճեցրեցին, միտեղ հասցրեցին, բայց իրենց առանձին կյանքի համար իրենք պիտի թողնեն իրենց հորն ու մորը եւ գնան իրենց իրար հետևից, եւ տղամարդը ասում է պիտի գնա կնոջ հետևից։ Ինչու սա ասեցի, որովհետև շատ եմ լսում, գրադարանում էլ հաճախ խոսում ենք այս մարդիկ մասին, ընտանիքներ են գալիս, զույգեր, որոնցից խնդիրների մի մասն էլ կապված է ծնողների հետ։ Երբ որ տղայի ծնողները կամ աղջկա ծնողները իրենք միջամտում են զույգի կյանքում եւ այդ միջամտությունը հաճախ բերում է շատ ցավալի հետևանքների։ Եվ սա արդեն ինքնին Աստված մեզ ցույց տվեց, որովհետև ծնողը իր զավակին կամ աղջկան դեռ երեխա է տեսնում, բայց հաճախ մոռանում է, որ այլևս երեխա չի, ինքը արդեն մեծ մարդ է եւ ինքը արդեն իր կյանքն է դասավորում։ Ու սա շատ կարեւոր է, այս մասին ես շատ հաճախ եմ խոսել, նույնիսկ կենթանական աշխարհում մենք սա տեսնում, որ կենթանին պատրաստ է իրան զոհաբերել իր ձագի համար, բայց երբ որ ասենք թռչունի ձագը մեծանում է, թռչունը ինքը ձագին դուրս է մղում բնից, որ գնա։ Ժամանակն է, որ դու գնաս, բայց հաճախ դրան հակառակ մարդ արարածը ինքը միշտ փորձում է իր ձագին պահել իր բնի մեջ, եթե ոչ ֆիզիկական, ապա իր ազդեցության ներքո, որը որ հաճախ խանգարում է։ Սո պիտի ուշադիր լինենք նաև սրան, ոմանք ծնողներ են, ոմանք երիտասարդներ են, սա Աստծո խոսքն է ուղիղ, որը որ ես մեջ բերեցի, բայց այստեղ նաև ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին էլ խոսել Պսակի մասին այստեղ կա, մենք եկեղեցում, հայ առաքելական եկեղեցին, ընդհանրապես հայ ազգը
ամուսնությունը կոչվում է պսակ եւ կոչվում է սուրբ պսակ։ Եվ հետաքրքիր է, սուրբ չի, բայց հրաշալի մեծ է։ Բարսեղ Մաշկևորցին այս միտքն է բերում ու հարց է տալիս, ասում է ինչու է օրինակ, որ ամուսնությունը մենք կոչում ենք պսակ։ Թագ ու պսակ ենք, չէ՞ ասում, որովհետև ասում է եւ ամուսինը եւ կինը կարողացան կուսության մեջ մնալ մինչև ամուսնական անկողին եւ դրա համար է որ եկեղեցին պսակ է դնում, թագ է դնում իրենց գլխին, որ դուք հաղթեցիք ձեր կրքերին, հաղթեցիք ձեր գայթակղություններին եւ ահա Աստված պսակը դնում է ձեր գլխին, ասելով որ ապրեք միջև ամուսնություն կարողացաք պահել ձեր կուսությունն ու մաքրությունը, որի համար կոչված եք։ Սա է եղել ավանդական դարեր հազարամյակներ շարունակ մեր ազգի արժեհամակարգ։ Այսօր սակայն սա դարձել է հնացած, սա դարձել է այսպես կոչված old fashioned ու ընդհանրապես մարդիկ այս մասին չեն խոսում, բայց աստվածային ճշմարտությունները old fashioned չեն լինում եւ ուղղակի ուզեցի հիշեցնեմ, թե ինչու ենք մենք պսակը դնում հարսի եւ փեսայի գլխին եւ ինչ իմաստ ունի, մի բան, որ Բարսեղ Մաշկևորցին 12-րդ դարում մեզ նորից հիշեցրեց, իսկ 800 տարի հետո էլ մենք իրեն կարդալով նորից փորձում ենք այս ամենը հիշել։ Եվ ասում է եւ երկուսը մի մարմին պիտի լինեն եւ այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Հետաքրքիր է, փաստորեն Աստված այնպես է ստեղծել տղամարդուն ու կնոջը, որ իրենք միավորվեն ու մեկ դառնան։ Ու այստեղ շատ հստակ է, որ 12-րդ դարում վստահաբար այս խնդիրը այդպես չէր լինելու, որ հիմա քանի որ տղամարդ են ուզում ընտանիք տեսնել կամ կին, կամ մի տղամարդ բազում կանանցով, կամ մի կին բազում տղամարդկանցով, սա աստվածաշնչային չի, ահա թե ինչու սա Աստծո կամքին հակառակ է եւ եկեղեցին սա ուղղակի կտրականապես մերժում է։ Մի տղամարդ եւ մի կին, որոնք որ կոչված են երկուսը մեկ դառնալ, Աստծո խոսքն է սա, եւ հոգեպես մեկ դառնալ եւ մարմնապես մեկ դառնալ եւ իմացական տեսակետով մեկ դառնալ, այլ խոսքով լրացնեն մեկը մյուսին։ Ոչ թե պայքարեն իրար հետ, որ հաճախ մեր ընտանիքներում տեսնում ենք, այլ լրացնեն մեկը մյուսին, որովհետեւ ինչ տղամարդը կարող է անել, կինը անհնար է որ կարողանա ու հակառակը, ինչ կինը կարող է անել, տղամարդը անհնար է որ կարողանա անել։ Եվ այստեղ էլ մյուս խնդիրն է, որ տղամարդուն կին են սարքում արհեստականորեն, կնոջը տղամարդ արհեստականորեն, բայց միևնույնն է, չի ստացվում, որովհետև Աստված այդպես չի ստեղծել։ Տղամարդը իր դերն ունի, կինը, ու այս երկուսը իրար լրացնող են։ Երկու ճշմարտություններ են, որ կիսատ են, որ պետք է լրացվեն մեկը մյուսին հանդիպելով։ Եվ այստեղ նաև Քրիստոս մեզ օգնում է ասելու, այստեղ առջևը տեղ կա, համեցեք, որ ի վերջո ամուսնությունը լոկ համաձայնագիր չի, contract չի, որ դու ստորագրել ես, բայց հիմա չես ուզում ու ինչ ես անում, կտրում ես, ասում ես էլ չեմ ուզում։ Սա միացյալ օրգանիզմի կերտում, այսինքն երկու օրգանիզմը դարձել են մեկ օրգանիզմ, եւ այդ երկուսի մեկ չես կարող բաժանել, միավորվել են, եւ միավորող ինքը Աստված է։ Եվ ինչու սա վերեցի, որովհետև օրինակ եթե հрьяաների մոտ ընդամենը թուղթով էին ապահարզան տալիս, մուսուլմանների մոտ ավելի վատ է, եւ մենք ասում ենք բոլոր կրոններն նույնն են, նման բան գոյություն չունի։ Մուսուլմանի մոտ եթե 3 անգամ թալակ բառը ասած տղամարդը կնոջը ուրեմն ապահարզանի է տանում։ Եվ սա կարող է մերձ զայրույթով ասի, կարող է եւ այլն հազար ու մի պատճառներ լինեն, հարբած ժամանակ եւ այլն, բայց ինչ է պարագան, որ բաժանումը 3 անգամ բառը թալակն ասում եւ բաժանվում է կամ հրեայի մոտ ապահարզան, իսկ քրիստոնեության մոտ հետեւյալն է, Աստված է միավորել եւ ուղղափառ քրիստոնեության մոտ, ոչ թե բողոքականության, եւ քանի որ Աստված է միավորել, հենց այդպես չես կարող բաժանել։ Բաժանությունը լուրջ խնդիր է եւ լուրջ պատճառ պիտի լինի, որ բաժանություն լինի, ինչի մասին պիտի խոսենք։ Եվ ասում եմ, եթե մի մարդ արձակի իր կնոջ եւ ուրիշին առնի, շնություն արած կլինի, եւ մի կին եթե թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնություն արած կլինի։ Մատթեոսը նաև հավելում ունի 19:9-ի մեջ, որ Մարկոսը չունի, ասում է ոչ միայն շնություն առած կլինես, որ արձակում ես, այլ շնություն է անում նաև նա, ով արձակածին ընդունում է։ Եվ փաստորեն հայրերը, եթե նկատեցիք, ասում են զույգերը, ասենք եթե բաժանվա 2-2 են, դառնում են 4 շնացողներ, որտեղ եւ ընդունել նա շնություն համաձայն Քրիստոսի,
եւ բաժանելն է շնություն։ Եվ այստեղ մի հատ շատ հստակ բան է բերում Քրիստոս, որ հրեայի համար անընդունելի էր։ Մենք տեսանք երկրորդում Նորինաց 24-ի մեջ ամեն ինչ տղամարդու ձեռքն էր։ Տղամարդը չի սիրում այլևս այդ կնոջը, չի ախորժում կնոջը, կարող էր թուղթ գրել ու թողնել, որովհետև շնացողը միայն կինն էր, իրանց մտայնության մեջ։ Քրիստոս ասում է, չէ, շնացողը միայն կինը չի, տղամարդն էլ է շնանում։ Եվ սա լրիվ այսպես հեղափոխություն էր իրանց մտայնության մեջ, ինչպես թե տղամարդն էլ է շնանում, այո։ Եվ դրա համար ասում, եթե մի մարդ արձակի իր կնոջ եւ ուրիշին առնի շնություն արած կնի, եւ եթե մի կին եթե թողնի իր ամուսնու եւ ուրիշ մարդու կինի շնություն արած կնի, բայց առաջինը տղամարդու վրա է գցում։ Եթե դու ես արձակում, դու ես շնություն արած գործում։ Եվ սա շատ հետաքրքիր կոնցեպտ է, ու դրա համար քրիստոնեությունը կնոջ դերը չափազանց բարձրացրեց հավասարելով տղամարդուն, որը որ հին աշխարհում կամ տարբեր կրոնների մեջ գոյություն չունի։ Եվ հետաքրքիր է, ինչ էր ուզում ասել սրանով Քրիստոս անգլերենով there is no backup option կամ plan, move forward։ Չկա երկրորդ ծրագիր, առաջ գնա։ Չեմ հավանում, դուրս չի գալիս, չգիտեմ, իրար չհասկացանք, այս մտայնությունը քրիստոնեության, Քրիստոսի խոսքերի մեջ չկան։ Եվ եթե մարդու հոգեբանության մեջ կա, որ ամուսնանում եմ ու ինքն է, միջև վերջ, այդ դեպքում այդ ծրագրով առաջ ես գնում, էլ հետ չես նայում։ Լինելով Ղովտի կնոջ նման հետ չես նայում, որ կարող է հետևում ինչ որ մի բան կա։ Միայն ու միայն առաջ ես գնում։ Բայց ի վերջո Քրիստոս բացառություն էր դրել, առաջի բացառությունը անառակություն էր։ Ինչու անառակություն, որովհետև անառակությունը պղծում է այդ սրբությունը։ Եվ դա էլ չի նշանակում, որ եթե անառակության մեջ բռնվեց անձը, վերջ բաժանումը, դա թողնվում է զույգերին որոշելու, որտեղ ներողամտության գաղափար կա, ապաշխարության գաղափար կա։ Սա շատ կարևոր է։ Մյուս բանը, որ շատ կարևոր է, երբեմն հարցնում են, մահն է։ Երբ որ ամուսիններից մեկը մահացավ, այդ ուխտը խզվեց, եւ ինչպես Սուրբ Պողոս առաքյալն ասում, կարող է անձը նորից ուխտ կնքել այս դեպքում մեկ ուրիշի հետ։ Բայց հայ եկեղեցին եւս երկու բացառություն ունի եւ կանոնների մեջ սրանք կան, մեկը որ հոգեվոր ու մտավոր խելագարությունն է։ Եթե ամուսիններից մեկը խելագարվել է, ցնորվել է, կորցրել է իրան ու վտանգ է ներկայացնում եւ կնոջ եւ զավակներին, եկեղեցին իր կանոններով թույլ է տվել դա, որպեսզի խնդիրներ չլինեն, լուրջ հարցեր չլինեն, իսկ մյուսը, որ եթե 7 տարի եւ ավել չկա կամ կինը կամ տղամարդը անհետ կորած է, եւ սա էլ նաեւ իրավունք են տվել, որ 7 տարի սպասելուց հետո մարդուց ոչ մի տեղեկություն չկա, թույլ են տվել, իրավունք են տվել, որ կարող ես նոր կյանք կապել, բայց սրանք բացառություններ են ու շատ հազվադեպ եղող դեպքեր են, ընդհանուր առմամբ երբեք չի խրախոսվել բաժանումը։ Ու այս կոնտեքստի մեջ ուզեցի նաև մեջ բերել Սուրբ Պողոս առաքյալի բացատրությունը, որը ինչ որ չափով մի քիչ էլ լրացնում է այս շատ լուրջ խնդիրը, ասում է, իսկ ամուսնացյալներին Սուրբ Պողոս առաքյալն է ասում առաջի Կորինթացիս 7-ում, ոչ թե ես այլ Տերն է պատվիրում, թող կինը ամուսնուց չբաժանվի, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա, կամ վերստին իր մարդու հետ հաշտվի եւ մարդ իր կնոջը թող չթողնի։ Բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը, եթե մի եղբայր անհավատ կին ունենա եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի։ Եվ մի կին եթե անհավատ մարդ ունենա, խոսքը ոչ քրիստոնյա մարդու մասին է, եւ նա ուզենա ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի, որովհետեւ անհավատ մարդը իր կնոջով սուրբ է եւ անհավատ կինը իր մարդով, ապա թե ոչ ձեր որդիները պիղծ կլինեն։ Մինչդեռ հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատ ուզում է բաժանվել իր կողակցից, թող բաժանվի, քանի որ այսպիսի դեպքում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա հարկադրանք չկա, քանզի Աստված մեզ խաղաղության կոչեց։ Ինչ գիտես դու կին, թե քո մարդուն փրկելու ես, կամ ինչ գիտես դու մարդ, թե քո կնոջը փրկելու ես։ Միայն թե ամեն մեկին Տերը ինչ ձևով որ բաժին տվեց եւ յուրաքանչյուրին Աստված ինչպես որ կանչեց, թող նա այնպես էլ ընթանա։ Այստեղ էլ ուրիշ խնդիր կա, որ քրիստոնեության մեջ մանավանդ առաջի դարերն է, մեկը հեթանոսությունից կամ անաստվածությունից դառնում է քրիստոնյա, մյուսը մնում է հեթանոս եւ արդեն բախում կար, հավատի բախում կա այլ խոսքով, սրբության բախում կա։ Եվ նույնիսկ այս դեպքում է Սուրբ Պողոս առաքյալը ասում, որ մի բաժանվի, բայց եթե
անհավատա մարդը, աթեիստա մարդը, հեթանոսա մարդը, ագնոստիկա եւ սա լուրջ խնդիր է ընտանիքում ու ինքը չի ուզում այլևս ապրել քրիստոնյայի հետ, այդ դեպքում ասում է առարկություն չունեմ։ Ինչու՞, որովհետեւ այս դեպքում շատ հստակ է մի բան, որ Աստված առավել է, քան ամեն ինչ, որտեղ նման մարդիկ հարվածում են Աստծուն ու Աստծո ընտանիքը։ Ուրեմն բացառություններ կան, ահա թե ինչու հաճախ շատ խորհուրդ կտան, որ եթե խնդիրներ կան, երկուսով կամ առանձին, հետո երկուսով, միշտ կան ու խորհրդակցեն եկեղեցում։ Եթե ուզում են Աստծո կամքը իմանան, որովհետև սա մեծագույն խնդիր է։ Եվ լուրջ հարց է այսօր մեր հասարակության մեջ։ Այսօր այս վերջերս չգիտես ինչի survey էին նայում, գիտեք մոտավորապես քանի տոկոսն է Հայաստանում նոր ամուսնացածների բաժանվում։ Մոտ 50%։ Երկուսից մեկը բաժանվում է։ Նման բան երբեք չի եղել։ 15 տարի առաջ 17%-ն էր։ Այսօր 50%-ն է։ Եվ սրա մասին ոչ ոք չի խոսում։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք խոսենք, որովհետև մարդկանց թվում է սա նորից կոնտրակտ է, կնքեցի եւ թողնում եմ, եւ հաճախ ոչ շատ լուրջ հարցերի պատճառով իրարից բաժանվում են։ Եվ դրա համար այստեղ ուզեցի մի փոքրիկ էլ Մատթեոսից մեջբերում անել, որ Մատթեոսը, որ Մարկոսի մեջ չկա, երբ որ Քրիստոս այսքան խիստ խոսեց, այսքան լուրջ հարցը դրեց, աշակերտները վախեցան, ինչպես որ թերևս մեզանից շատերը ու ասացին, «Տեր, եթե տենց է, ավելի լավ է մարդ չամուսնանա»։ Եվ այս նույն մտայնությունը նաև մեր մոտ կա։ Եվ սա մենք տեսնում ենք Մատթեոս 19:10-ի մեջ, լավ, ու եթե այդպես է, ուրեմն չամուսնանանք, բայց ամուսնանալը հենց այնպես մարմնական կապը չի։ Ու դրա համար ենք ուզեցի մի քիչ ամուսնության մասին խոսել, որ նախ քանի որ ամուսնությունը ինչ է, երկու անհատների ամենամտերիմ ինտիմate հարաբերությունն է, հիմնված Աստծո խոսքի վրա, որը ի վերջո կոչված Աստծո եկեղեցու կառուցումը ընտանիքից ներս։ Քրիստոնյաները միավորվում են, որ Աստծո եկեղեցին կառուցեն իրենց տանը, որովհետև Քրիստոս ասում էր, որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ նրանց մեջ, եւ մենք կառուցում ենք եկեղեցին նախ եւ առաջ։ Եվ մենք միավորվում ենք, բայց հարցը մենք գիտակցում ենք, որ մենք միավորվում ենք Քրիստոսի հետ, որ ոչ թե երկուսս միավորվեցինք, այլ Քրիստոսով երեքս միավորվեցինք, որ իմ ու քաղցրիկի միավորումը Քրիստոսով է կատարված, եւ որ Քրիստոս ինքը երբեք, եթե նույնիսկ ես կամ քաղցրիկը չենք հավատարիմ չենք մնում, Քրիստոս միշտ հավատարիմ է, այս մասին ես խոսում եմ։ Միավորում ենք մեր ուժերը Քրիստոսի խաչը միասնաբար տանելու դեպի Գողգոթա, բայց դրանից հետո ունենալով այդ տեսիլքը, որ Գողգոթայից հետո կա հարություն, այս գաղափարն է։ Ինչու եմ սա ասում, որովհետև քավ լիցի, որ որևէ մեկին ուզենամ մեղադրել, այնքան անձնական է, այնքան ամեն մարդու կյանքը յուրահատուկ է։ Մեր մեջ կան այստեղ չամուսնացողներ, ովքեր ծրագրում են ամուսնացած լինել, մեր մեջ կան ամուսնացածներ, մեր մեջ կան բաժանվածներ, մեր մեջ ամեն բոլորս ունենք այստեղ։ Խնդիրը այստեղ դատելու մեջ չի, բայց իմ կարծիքով խնդիրը նրանում է, որ մենք նախապես չենք խոսում, չենք հասկանում ինչն է Սուրբ Պսակի խորհուրդը, որ կարողանանք հնարավորինս մարդկային առումով սրանից ձերբազատվել։ Եվ սա է, որ իմ կարծիքով քրիստոնյայի ու եկեղեցու մասնավորաբար եկեղեցու մեծագույն գործն է։ Եվ հետաքրքիր է, Տերտուլիանոսը 3-րդ դարում ինքան մի գեղեցիկ միտք էր ասում էր Սուրբ Պսակը սիրո կյանքի սկիզբն է, որին համաձայնում են զույգերը եւ հարազատները, որը հաստատվում է եկեղեցում, կնիքը եկեղեցում է, նրա համար ուրախանում են հրեշտակները, որոնք ներկա են Սուրբ Պսակին, իսկ Աստված validate անում, վավերացնում է։ Իրապես, այսինքն մենակ իմ ու կնոջս հարց չի, նախ հարազատություն, բարեկամություն, ընկերություն, հրեշտակներ ու ի վերջո Աստված։ Ու այս ամբողջը կատարվում է եկեղեցու սուրբ պատերից ներս։ Եվ դրա համար էր, որ հետո դրանից հետո, երբ որ սկսում ենք ընտանիքը, նախ եւ առաջ միասնական աղոթքներ, միասնական պահքեր, ընթերցանություններ, ուսուցանումներ եւ անպայման եկեղեցու կյանքին մաս կազմել։ Սա է, որ ամրացնում է հայ ընտանիքը, որովհետեւ միշտ ասում ենք նուկլեուսն է հայ ընտանիքը ազգի, այսինքն այդ կորիզն է։ Եթե հայ ընտանիքը ամուր չի, հայ ազգը չի կարող ամուր լինել, որևէ հասարակություն ամուր չի կարող լինել։
Եվ եթե մեր այսօրվա ընտանիքները այսպիսին են, նախ շատերը չեն ամուսնանում, արդեն իրար հետ են ապրում ու չեն ամուսնանում, որ սա անընդունելի է համաձայն Քրիստոսի ավետարանի, եւ երկրորդը ամուսնացողների կեսն էլ բաժանվում է փաստորեն։ Ուրեմն սրա մասին էր, որ Քրիստոս ուզում էր, որ մենք ավելի լուրջ նայենք եւ մեկս մյուսին օգնենք, ոչ թե դատենք, որ մարդիկ խնդիրներ են ունենում, այլ փորձենք օգտակար լինենք, ոչ թե ուրախանանք, որ իրենք բաժանվում են, այլ տխրենք ու փորձենք քայլ կատարել, որպեսզի միավորումը կատարվի, որովհետեւ այն ինչ Աստված միացրեց, ասում է Քրիստոս, թող մարդ չբաժանի։ Եվ դա ամենամեծ պատվիրանն այն, ինչ որ Աստված միացրեց, թող մարդ չբաժանի։ Եվ նրա մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ Ուզում եմ այս միտքի մասին էլ մի քիչ տարածվենք, որ երբ որ հասկանանք, որ Աստված է միացրել եւ որևէ մեկը իրավունք չունի բաժանել, ու ինչու է միացրել, որպեսզի մենք բազմանանք նաեւ Եվ պատահական չի, որ պսակից հետո, զույգերից հետո միանգամից երեխաների մասին է Քրիստոս խոսում։ Մանուկներ բերեցին, բերողները ովքեր էին այդ զույգերը, որոնք որ արդեն զավակ ունեն, եւ զավակին ինչ են անում, առաջի պարտականությունը ծնողի ինչ է, տանել դեպի Քրիստոս։ Քրիստոսից օրհնություն վերցնել, որ Քրիստոս ձեռքը դնի նրանց վրա եւ օրհնի։ Իմիջայլոց միջև որս այս ավանդությունը կա։ Երբ որ տանում են հոգևորականին եւ հոգևորականը իր ձեռքը դնում է օրհնելով երեխային։ Եվ սա շատ կարեւոր է, սա ձևականություն չի, ինչպես որ շատ աղանդավորներ կասեն։ Սա Քրիստոսից եկած է, Քրիստոս ինքն է ձեռքը դնում։ Եվ մեզ օրինակ է տալիս, որ այդ իշխանությունը, որ փոխանցվում է, այդ իշխանությունը լինի, օրհնությունը կատարվի։ Եվ հետաքրքիր է, այդ երկուսը մեկ դառնալու գաղափարը մենք մարմնական առումով տեսնում ենք երեխայի մեջ, որ երկուսից մեկ դարձավ, երեխան երկուսից մեկ դառավ, բայց սա միայն մարմնականի մեջ չի, Քրիստոս շատ ավելի խորն էր տանում, հոգևորն էր նաև տանում իհարկե։ Ուրեմն Սուրբ անկողնուց ասում եմ ծնված երեխաների ծնողները պիտի տանեն Քրիստոսի մոտ։ Աշակերտների կարծիքով, բայց ինչ է այստեղ դուրս գալի, այստեղից է սկսում խնդիրը, որ մենք փաստորեն ոչ միայն ընտանեկան ամուսնական կյանքի մասին այդքան լավ պատկերացում չունենք, նաև երեխայի դերի մասին լավ պատկերացում չունենք։ Միջև որս շատ տարածված է, դե երեխա է, դե բան չի հասկանում, կամ երեխուն չեն կարևորում։ Երբեմն երեխին կարող է հարց տա չպատասխանենք, որտեղ մի խանգարի մենք մեծերով ենք խոսում։ Այս նույն մոտեցումը նաև առաքյալներն ունեն, երբ որ երեխեքին ասում են տանենք թող Քրիստոս օրհնի, առաքյալները հանդիմանում են այդ մարդկանց ծնողներին ասելով մի տարեք։ Այլ խոսքով ոչ թե վատ չար տրամադրությամբ են, այլ ասում են, էսի կարևոր չի, երեխեքը կարևոր չեն, Քրիստոս լուրջ կարևոր գործի մեջ է, հիվանդ է բուժում, դև է հանում, ուսուցա Աստծո մասին է խոսում, ինչ երեխեք, լավ ժամանակ գտակ, եւ սա է, որ հաճախ մենք երեխեքին փոքր ենք տեսնում ու դրան հակառակ Քրիստոս պիտի ասի, որ երեխեք ամենաբարձրն են Աստծո աչքերում, շատ ավելի բարձր, քան դուք կարծում եք կամ թե որևէ մեկը է։ Որ ու հետաքրքիր է, ես նոր կարդացի, մի գլուխ առաջ Քրիստոս երեխային բերեց, չէ՞, Քրիստոս երեխային գրկեց, Քրիստոս ասեց, եթե իրան եք ընդունում, ինձ եք ընդունում, առաքյալներին բացատրեց ու ցույց տվեց, թե ինչքան կարևոր է երեխան։ Բայց միևնույն է, երբ որ նորից են երեխա, այս անգամ մի քանի երեխա են բերում, որ օրհնեն, առաքյալները չեն հիշում, չեն անդրադառնում նրա մասին, ինչ որ Քրիստոս իրենց մի քիչ առաջ էր ասել։ Ու դրա համար այստեղ նաև ցույց է տալիս մարդկային տկարությունը, մեր ուշ հասկանալու, դժվար հասկանալու վիճակը, որ անընդհատ պետք է մեզ հիշեցվի, որի վերջո կարողանանք հասկանալ։ Եվ ի՞նչ է դուրս գալիս, երբ որ Հիսուս տեսավ ասում է այս ամենը, որ առաքյալները չեն թողնում, որ երեխաները մոտենան, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին գան ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց, որովհետեւ Աստծո արքայությունը այդպիսին է»։ Ուրեմն երեխաները պիտի գնան Քրիստոսի մոտ առանց որևէ այլ բանի, ինչքան էլ Քրիստոս զբաղված է, եթե երեխա կա, երեխայի համար ինքը պատրաստ է ժամանակ դնի։ Եվ ավելին, ու նաև շարունակում է ասելով, որ այդպիսիններինն է երկնքի արքայությունը, այլ խոսքով, ասում է, մի բան պիտի փոխվի, մենք ընդհանրապես ինչ ենք անում, երբ որ երեխա ենք ուզում ենք նմանվել մեծերին։ Մեծերի նման ենք խոսում,
Փորձում ենք ու ասում ենք, այս երեխեն ոնց որ փոքրացած, մեծացած, փոքրացած լինի եւ ուրախանում ենք, ծափահարում ենք, որ երեխան մեծավարի է իրան պահում։ Քրիստոս հակառակն է ասում։ Մեծը պիտի դառնա երեխայի նման, որտեղ չասեց, որ այս կոնկրետ այս երեխաներինն է երկնքի արքայությունը, այլ ասեց նրանց նմաններինն է։ Եվ նրանց նման նշանակում է նմանվել երեխաներին։ Եվ սա այդ կարևոր վայրն է, որը որ եկեղեցում ու Քրիստոսի ուսմունքի մեջ ենք մենք տեսնում։ Եվ ասեմ մի շատ կարևոր բան, երբեք չեք տեսնի, որ նույնիսկ խաչելությունից առաջ, երբ որ դավաճանեցին, Հուդան դավաճանեց Քրիստոսին, կամ աշակերտները լքեցին Գեթսեմանի պարտեզում Քրիստոսին, կամ Պետրոսը ուրացավ 3 անգամ, երբեք չեք տեսնի, որ Քրիստոս շրջվի ու ասենք նախատիկ ասի, ես ինչ արեցիր։ Միակ դեպքն է, որ իր առաքյալներին ինքը նախատում է, երբ որ երեխաներին թույլ չեն տալիս, որ մոտենա իրեն։ Ինչու է սա կարևոր եւ ինչպես երեխան կարա մոտենա Քրիստոսին։ Առաջի ու ամենահիմնական քայլը մկրտությամբ։ Մի բան, որ պարտադիր նախապայման է, մանուկին մկրտել, մի բան, որ այսօր աղանդավորները անընդհատ խոսում են, որ չի կարելի։ Սա լրիվ հակառակ է Քրիստոսի ուսմունքին ու ավելին, միակ տեղն է, որ Քրիստոս զայրացած ասում, ինչ եք անում։ Ինչի թույլ չեք տալիս, որ երեխեքը գան իմ մոտ։ Ինչն է ձեր խնդիրը։ Եվ արի ու տես, որ մենք կամովին թույլ չենք տալիս, որ երեխեքը գնան Քրիստոսի մոտ, այլ խոսքով մկրտվեն, եկեղեցու անդամ դառնան, հաղորդություն ստանան։ Եվ դրան հակառակ Քրիստոս ասում է բերեք, ամեն ինչից առաջ իմ մոտ բերեք, որովհետև սա է ամենակարևորը, սա է գաղտնիքը, երկնքի արքայությունը այսպիսիններինն է։ Եվ այնքան հետաքրքիր է, ու այստեղ նաև ուրիշ բան կա, եկեղեցու հայրերն ասում են երեխան, քանի որ ամենացածրն էր հասարակության մեջ։ Հաճախ երեխա ասելով մանուկ մանավանդ, երբ որ մենք խոսում ենք գրաբարյան բառը մանուկ, ոչ միայն փոքրիկի մասին է խոսքը, այլ նաև մեկի, որ քիչ փոքր ցածր social status ունի։ Այդ երեխան կարա լինի տնանկը, homeless-ը, այդ երեխան կարա լինի թմրամոլը, այդ երեխան կարա լինի անառակը, այդ երեխան կարա լինի մարդասպանը, ու հաճախ ինչ ենք անում, քանի որ գիտենք, որ այս մարդը անառակա, թմրամոլա եւ այլ, ասում ենք սրան տեղ չտակ։ Բայց դրան հակառակ Քրիստոս ասում է իրան թողեք, թողի մոտ գա, որտեվ նպատակը իրանց մաքրելն է, իրանց բերելն է։ Եվ դրա վրա է, որ Քրիստոս չափազանց զայրանում է։ Իսկ Քրիստոսի արքայությունը այդպիսիներինն է, հայրերը ինքան հետաքրքիր բան են ասում են արքայության նախաճաշակը foretaste-ը մենք զգում ենք, երբ որ գնում ենք դեպի Քրիստոս, որտեղ Քրիստոս ինքն է արքան։ Եվ ասում է, այն մարդը, որ Քրիստոսի հետ հարաբերություն ունի, լինի եկեղեցում, լինի իր խորքի մեջ, խոսքի մեջ, լինի ժողովրդի մեջ, արդեն երկնքի արքայության նախաճաշակը մենք զգացել ենք։ Ուրեմն ամբողջ երկնքի արքայությունը մենք ունենալու ենք Աստծո ողորմությամբ, եթե կլինի, եթե արժանի կհամարի։ Հետո բայց այստեղ մենք կարող ենք նախաճաշակը զգալ, եթե իրապես դեպի Քրիստոս են գնում, ու ինչքան դեպի Քրիստոս են գնում, այնքան արքայության նախաճաշակը մենք զգում ենք։ Եվ ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու։ Ուրեմն, ինչպես որ ասացի, կոչված ենք նորից մանուկների նման դառնալ։ Ինչու, որովհետև ինչքան մեծանում ենք, այնքան մենք մեր մաքրությունը կորցնում ենք։ Եվ ինչքան մենք մեր մաքրությունը կորցնում ենք, այնքան մենք Աստծո պատկերն ենք աղավաղում։ Ու միշտ ասում եմ, լավագույն օրինակը, փոքր երեխաներ իրար հետ կարող են կռվել, մի քանի րոպե հետո նորից իրար հետ խաղալ։ Քեն չեն պահում։ Մեծերը եթե կռվեցին, կարող է մի ամբողջ կյանք իրար հետ այլևս չխոսեն։ Փոքր երեխան կարող է մերկ քայլի, ոչ մի խնդիր չունի, ինքը մեղքի գիտակցություն չունի։ Մեծը երբեք այդ բանը չի անի։ Եվ ինչն է ասում, որ Քրիստոս, որ մենք պիտի փորձենք երեխաների մաքրությունը վերականգնել եւ փորձենք երեխական այդ ոչ միայն մաքրություն, այլ ապավինելը Աստծուն նաեւ ունենանք, որտեղ նաեւ երեխան մեկն է, որ անվերապահ հավատում է Աստծուն, կամ իր ծնողին է դեպքում։ Եվ հետաքրքիր է, վիդեոներ են տեսնում, որ ծնողը ձեռքը բանալած ասում է ցածկի երեխային շատ բարձրությունից
Երեխան առանց վարանելու, առանց մտածելու գնում է դեպի ծնողը, որտեվ 100%-անոց վստահություն ունի իր ծնողի նկատմամբ։ Արդյոք մենք 100%-անոց վստահություն ունենք Աստծո նկատմամբ։ Սա է, որ պետք է սովորենք, 100%-անոց վստահություն Աստծո նկատմամբ։ Մաքրություն եւ ի վերջո նաեւ այս ամբողջը գալիս է նրան, որ մեծը դառնում է փոքր։ Փոքր ոչ թե իր մարմնով, այլ փոքր իր մեղքով։ Պիտի մաքրվենք։ Եվ դրա համար նաև հետաքրքիր մի միտք կար, ասում է Թեոփիլակն էր ասում է երեխային եթե ընտրություն տաս իր մայրը թե թագուհին, ասում է որևէ չեմ կարծում մի երեխա կլինի, փոքր երեխայի մասին է խոսքը, որ թագուհուն ընտրի, ճոխությունը ընտրի, ինքը իր մամային է ուզում։ Թեկուզ ասում է իր մայրը ցնցոտիներով ամենաաղքատ կինը լինի, բայց ինքն իր մորն է ընտրում։ Իր համար շահ չկա, երեխայի մեջ շահ չկա։ Ինքը սերը առավել է դասում շահից, բայց ասում է, երբ որ մեզ են այդ ընտրությունը տալիս հաճախ, իբրև արդեն մեծ էր, մենք շատ հաճախ շահն ենք փնտրում, փոխանակ փնտրենք այն մաքրությունը, եւ ի վերջո նաեւ վերջի միտքը, որ ուզում եմ այստեղ ասել, հետեւյալն է, որ մանկան հավատի մեջ կասկած չկա, իսկ մեծի հավատի մեջ կասկածը շատ է, ու մենք տեսանք անգամ Պետրոս առաքյալի օրինակով սա։ Եվ ասում է, եւ նա վերցնելով դրանց իր գիրկը նրանց վրա ձեռք դրեց եւ օրհնեց նրանց։ Այստեղ եթե նկատեցիք երկրորդ անգամն է, որ Քրիստոս գրկում է երեխաներին եւ հետո է նոր ձեռքը դնում վրան եւ օրհնում։ Այսինքն Քրիստոս արեց ավելին, ինչ որ ծնողները խնդրում էին։ Եվ այդ է նույն պարագան է։ Մենք մի բան ենք խնդրում մեր համար, մեր զավակների համար, բայց Քրիստոս անում է ավելին, քան մենք նույնիսկ կարող ենք երազել։ Իսկ ինչու ձեռքերը, Քրիստոսի ձեռքերը ինչի են կարևոր, որովհետև այս ձեռքերը արարիչի ձեռքեր են։ Ամբողջ արարչագործությունը Քրիստոս խոսքով է ստեղծել, բայց մարդուն ձեռքերով։ Եվ դա մենք տեսնում ենք ծննդոցի մեջ։ Երբ որ Աստված ասաց եւ եղավ, խոսեց եւ եղավ, բայց մարդուն ձեռքով ստեղծեց, հողից ստեղծեց։ Սա է պարագան, որ այդ ձեռքերը, որոնք որ արարիչ ձեռքեր են, կյանք տվող ձեռքեր են, այդ նույն ձեռքերը ոչ միայն մեզ կյանք են տալիս, այլ նաև մեզ պաշտպանում են, գրկում են մեզ եւ նաև մեզ օրհնում են, այդ ձեռքը դնելով մեր գլխի վրա։ Ու սա է շատ կարեւոր, որ նաև այդ երեքը հասկանանք, որ Աստված անում է, մեզ ստեղծում է, մեզ պաշտպանում է եւ մեզ օրհնում է մեր կյանքի ամբողջ ընթացքում։ Եվ ասում երբ նա այնտեղից ճանապարհ ընկավ, ահա մեծահարուստ մեկը առաջ վազելով ծնկի իջավ, հարցրեց նրան ու ասաց. Արդեն երրորդ վիճակն է, առաջինը փարիսեցիների հարցն էր, թե պիտի ամուսնալուծում լինի, թե չէ։ Երկրորդը երեխաներն են, երրորդը մեծահարուստն է։ Ուշադրություն դարձրեք, նորից ճանապարհ, ամբողջ ավետարանը ճանապարհ է։ Հոդոս, road, ճանապարհ։ Եվ ի վերջո անցած անգամ էլ այս մասին խոսեցինք, միշտ ավետարանիչը ճանապարհը շեշտում է, ցույց տալու համար, որ մեր կյանքն էլ է ճանապարհ, ու մեր կյանքը ճանապարհ է Քրիստոսի հետ, ոչ թե առանց Քրիստոսի։ Նույնիսկ եթե ամուսնանում ես, միևնույնն է, Քրիստոսի հետ պիտի լինի քո ճանապարհը։ Ու այս երիտասարդը, որ մեծահարուստ է, հետաքրքիր է, վազում է, ծնկի է գալիս ու հարցնում է Քրիստոսին։ Ուզում եմ կերպարը բացահայտենք։ Բացի այն, որ մեծահարուստ է, ինքը ջերմեռանդ է, որտեղ վազելով է գնում դեպի Քրիստոս, իր մոտ ջերմեռանդ, այսինքն զիլ ունի, righteous զիլ ունի, խոնար է, որովհետև ծնկի է գալիս, խելացի է, որովհետև հիմա տալու է մի հարց, որ որևէ մեկը չէր տալիս, շատերը տալիս են շատ մեծ խնդրանքի, ինչեր բուժի կամ օգնի, ինքը հավիտենության մասին է հարցնում։ Ուրեմն փաստորեն ինչ է գալիս, որ այս անձը ունևոր մտավորականության ներկայացուցիչ է, intelligence ունի եւ գիտի խոնարհությունը պահել, որովհետեւ ինչքան հարուստ ես, այնքան ավելի քիչ է քո մեջ խոնարհությունը, այնքան ավելի վերևից է սկսում նայել, բայց այս տղան, այս երիտասարդը լինելով հարուստ, շատ հարուստ ավետարանը ասում է, այնքան խոնարհ էր, որ խոնարհաբար եկավ։ Ու փաստորեն ինքը բացառիկ կերպար է, perfect candidate է երկնքի արքայության համար։ Եվ հիմա տեսեք ինչպես է մոտենում Քրիստոսին, ասում է բարի վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Չի ասում
ինչ պետք է անեմ, որ հարստանամ, ինչ պետք է անեմ, որ չգիտեմ, բուժվեմ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ու սա շատ կարևոր է, եւ վերջի բառն ամենակարևորը ժառանգել, որովհետեւ հասկանում է, որ դա միայն իր ձեռքով չի, դա ժառանգություն է, մի բան, որ տրվելու է իրան, վերևից է տրվելու։ Այսինքն նույնիսկ այդ խելքը ունի։ Փաստորեն ամեն ինչ ունի, ամեն ինչ որ մարդկային ստանդարտներով կա, այս երիտասարդը ունի, բայց իր կյանքի մեջ պակասություն կա։ Ինքը ուրախ չի, իր մեջ պակասություն կա։ Ահա թե ու այդ պակասությունը այնքան շատ է իրան նեղացնում, որ ինքը վազելով գնում է Քրիստոսի մոտ ու ասում է. ես իմ կյանքը պակաս է, թերի է։ Ինձ ասա ինչս է պակաս, Տեր Աստված։ Եվ եթե անկեղծ լինենք, մեզանից շատերն են այդ նույն հարցադրումը տալիս մեր Տիրոջը, որովհետև հաճախ մենք տեսնում ենք, որ մեր կյանքում պակաս կա, այդ պակասը նյութը չի լրացնում։ Ինչքան էլ ուզում ես հարուստ եղի, ինչքան էլ ուզում ես տներ ունեցի, զարդեր ունեցի, բրենդեր կրի, այդ ներքին պակասը չի լրացնելու դա։ Ու ինքը հնարավորություն ուներ այդ հարցադրումը տալ Քրիստոսին։ Ու Քրիստոս նախ նորից ինչպես որ փարիսեցիների հետ, այնպես էլ այս երիտասարդի հետ հարցովին հարց է տալիս ու ասում է. ինչու ես ինձ բարի կոչում, բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված։ Կարծես թե տեխնիկ է օգտագործում, բայց խորքի մեջ ինչպես փարիսեցիներին, այնպես էլ այս երիտասարդներին խնդիրն է ցույց տալիս։ Իսկ գիտեք որն է խնդիրը, որ այս երիտասարդը Քրիստոսին իբրև բարի ուսուցիչ էր տեսնում։ Նախ երկու բան է Քրիստոս էստեղ ասում. բարին հարաբերական է, ամփոփողը միակ բարին ու ամփոփողը Աստված է, եւ դրա համար զգուշ լինենք դրանից, որտեղ հաճախ ենք մենք ասում, այս մարդը բարի է եւ այլն, մեր չափանիշներով թերևս բարի է, բայց խորքի մեջ սա մարդկային չափանիշ է, Աստծո համար տարբեր է, միակ բարին Աստված է։ Երկրորդ, եթե քո մեջ բարություն կա, դա միայն Աստծո շնորհով է, դու քեզնից բարություն չես ստեղծում։ Այդ goodness-ը քո մեջ Աստծո պարգև է, ինչպես որ մենք ասացինք, Սուրբ Հոգու շնորհ է, այդ բարությունը։ Դու քո մեջ չունես այդ բարությունը։ Եվ ամենակարևորը, դու ինձ երբ որ ասում ես բարի, դու ինձ ընդունում ես իբրև Աստված, թե ոչ։ Եվ սա է ամենահետաքրքիրը, որտեվ դու ինձ ասում ես բարի, ես քեզ ասում եմ, բարի միայն Աստված է։ Ինձ ընդունում ես իբրև Աստված, թե ոչ։ Այլ խոսքով, ինձ իբրև օրենքի ուսուցիչ ես տեսնում, թե օրենքի տերը։ Ինչու է սա կարևոր, որովհետև կյանքը պիտի ճիշտ սկսենք, ով է Քրիստոս։ Այս հարցադրումը Քրիստոս մի քանի գլուխ առաջ էլ տվեց։ Եթե այս հարցին մենք սխալ ենք պատասխանում, մենք որևէ բան չենք կարող մեր կյանքում ճիշտ ու միշտ պակաս է լինելու։ Բայց եթե այդ կյանքի ամենակարևոր հարցին, ով է Քրիստոս, մենք ճիշտ ենք պատասխանում, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը ընկնում։ Եվ այդ ժամանակ ենք հասկանում, որ Քրիստոս պարզ վարդապետը չի, Քրիստոս Տերն ու Փրկիչն է, Քրիստոս Աստված ինքն է։ Եվ նաև մի միտք էլ հայրերը ասեցին, որ շատ կարևոր է, որ երբեմն մենք նաև մեկին բարի, լավ, կենացներ ենք շռայլում շողոքորթելով, անգլերեն flattery։ Շողոքորթել էլ պետք չի։ Բայց շատ կա մեր մեջ, ուզում ենք մեկս մյուսին ինչ որ հատուկ պահը գտնենք, որ շողոքորթենք։ Շողոքորթելը անընդունելի է, ինքը մեղք է։ Ասա ուղիղ, ինչ որ մտածում ես, առանց շողոքորթելու, որը որ փարիսեցիներին բնորոշ է։ Եվ հիմա ավելի է բացահայտում։ Պատվիրանները գիտես, մի շնանար, մի սպանիր, մի գողանար, սուտ մի վկայիր, պատվիր հորն ու մորը։ Իմիջիայլոց շատ ձեռագրեր հունարեն, շատ բառերի փոփոխություն կա, այն առումով որ մի սպանիրը մի շնացիր իր առաջագարից, որտեվ 10 պատվիրանների մեջ այդպես է, կամ եւս մի բան կա ավելանում բառ, որը որ չկա։ Ինչ է լինի պարագան, հստակ է, որ Քրիստոս 10 պատվիրաններն է իրեն հիշեցնում։ Գիտես 10 պատվիրանները, Հայկ։ Եվ այստեղ հետաքրքիր է, տղան ասում է ոչ միայն գիտեմ, Տեր, այլ նաև պահում եմ։ Երկու տարբեր բաներ են։ Ես կարող եմ ասել, այո, Ելից 20-ի մեջ 10 պատվիրանները կան, ու եթե մեկը ինձ հարցնի, որն է առաջի պատվիրանը, առաջինից 10 հիմա հերթով կասեմ։ Ու ակնկալում եմ, որ բոլորս ասենք, դրա համար քանի անգամ ես սա խնդրել եմ, որ գոնե 10 պատվիրաններն ու երանիները հիշենք, չգիտեմ քանիսս ենք հիշում։ Բայց եթե մեկը ինձ հարցնի, Հայկ, այդ 10 պատվիրանները պահում ես, կասեմ չէ, շատ դժվարությամբ, հաճախ չեմ կարողանում։
Ուրեմն այս տղան ասում է ոչ միայն ես գիտեմ պատվիրանները Տեր, ես նաև պահում եմ այդ պատվիրանները։ Բայց հետաքրքրորեն, եթե մենք 10 պատվիրանները հիշում ենք, քանի քար էր 10 պատվիրանի ժամանակ, նույն է։ Հա, երկու քարերի ասեց արդեն։ Շատ լավ, Արթուր ջան։ Առաջի քարի վրա մարդ Աստված հարաբերությունն է, ես եմ քո Տեր Աստվածը, կուրքեր չունենաս, Աստծո անունը իզուր տեղս չտաս եւ շաբաթ օրը սուրբ կպահես։ Սա մարդ Աստված հարաբերություն է։ Երկրորդը սկսում էր մարդ հարաբերությունից, առաջի պատվիրանը հետեւյալն էր՝ հարգիր քո հորն ու մորը։ Հիմա եթե ուշադրություն դարձրեցիք, Քրիստոս մեջ բերեց միայն երկրորդ քարը, մարդ հարաբերությունը, բայց Աստված մարդ հարաբերությունը դեռ չի մեջ բերել, ինչու որտեղ խոսքի մեջ է մեջ բերելու։ Ու այդ Աստված մարդ հարաբերությունը իր հետ է կապելու, ես եմ այդ Աստվածը։ Որ առաջի քարը, որ ավելի կարևոր է, քան երկրորդ քարը, որ Մովսեսը բերեց Սինա լեռից, սա այդ ես եմ, ու տես արդյոք դու նաև ունես, սա թե չէ։ Ուրեմն սա շատ կարևոր է։ Եվ դրա համար նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապետ, այդ բոլորը իմ մանկությունից ի վեր ապրել եմ, արդ ինչ եմ պակաս թողել»։ Հետաքրքիր է, եթե տեքստի մեջ նայեցիք, էլ չասեց բարի վարդապետ, այլ մենակ վարդապետ, դասը քաղեց, վարքյանական սովորում է այս տղան, բայց այստեղ ուրիշ բան կա, Քրիստոսին Աստված չտեսավ։ Իբրև վարդապետ շարունակեց իբրև ուսուցիչ տեսնել, ու նաև ինչ-որ չափով միգուցե ինքնագովասանք էր սա, միգուցե ինչ-որ չափով ճշմարտություն էր, որ ասում էր ես մանկությունից եմ այս բոլորը պահել, բայց ինչ եմ պակաս թողել, ինձ էդ ասա։ Փաստորեն ինքը մանկությունից փորձել էր Մովսեսի օրենքով ապրել, պահել, առաքինի կյանքով էր ապրում, այդ բոլոր ինչ-որ ասեցի առաքինությունները ուներ, բայց մի բան պակաս էր, եւ այստեղ հետաքրքիր մի բան կա, ինչն էր պակաս, ինչն է իրան խանգարում, որ ինքը Աստծո արքայություն չմտնի։ Եվ սա է, որ հիմա Քրիստոս իրան ասելու առաջի քարն է քեզ պակասում, ճանաչողությունը տա պակասում, բայց միջև այդ ասելը ինքը ասում է Հիսուս նրան նայելով սիրեց նրան եւ ասաց։ Էդ էլ այնքան կարեւոր է, երբ որ ես ուղղակի ուզեցի այդ պատկերացնել Քրիստոսի այդ սիրող հայացքը, որ ինչքան բան կարա փոխի մարդու կյանքում, ոնց սառույցը կհալեցներ, եթե մեկին սիրելով Քրիստոս նայեր։ Որովհետև տեսա, որ այս մարդը այդ ում մասին, որ ինքը խոսում էր այդ երեխաները, որոնցն է երկնքի արքայությունը, նրանց նման պիտի լինենք։ Այս երիտասարդը հնարավորինս մոտեցել է այդ իր ասածին։ Ամեն ինչ կարծես թե ունի։ Եվ նաև ինչ էստեղ մենք հիշեցինք, որ ասած հենց ինքը Աստվածաշունչ ասում է, որ Աստված սեր է։ Առաջի Հովհաննես 4-ի մեջ ենք ընթերցում։ Եվ Քրիստոս սիրով է, որ զոհեց իրան, ու դրա համար Եփեսացիս 5-ի մեջ այս միտքը կա, որ ասում է Պողոս առաքյալը, ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար, որպես անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն։ Ուրեմն Քրիստոս ինքը սիրեց եւ իր անձը մատնեց։ Ինչու այս համարը վերեցի, որովհետեւ այնքան է John 3:16-ը Հովհաննես 3:16-ը տարածված, որ միշտ մենք տեսնում ենք, որ հայրը այնքան սիրեց, որ իր որդուն տվեց։ Այո, դա ճշմարտություն է, բայց որդին էլ ինքը այնքան սիրեց, որ իրեն զոհեց։ Ու սա է այդ զոհողության սերն է, որ Քրիստոս պատրաստ է զոհվի ու տեսնում է, որ այս տղան ունի այդ պոտենցիալ, այդ հնարավորությունը ունի, բայց ու այստեղ ուզում է օգնի։ Մի բան է քեզ մնացի ասում, այսինքն այդ ամեն ինչ ունես, մի բան է մնացել պակաս, եթե դա էլ լրացնես, երկնքի արքայության մեջ տեղդ կունենաս։ Քեզ մեկ բան է պակասում, եթե կամենում ես կատարյալ լինել, փաստորեն, եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ որ ունես եւ աղքատներին տուր եւ երկնքում գանձեր կունենաս եւ վերցրու խաչդ եւ արի իմ հետևից։ Նախ ինչ էր ուզում ասել Քրիստոս, որ հին օրենքը, մովսիսական օրենքը պահելը բավարար չի։ Իմ վրա պիտի հույսը դնես ու ոչ թե նյութի։ Երկրորդ, հետաքրքիր մի բան կատարվեց, չգիտեմ նկատեցիք թե ոչ, երբ որ նոր էինք մեծանում, դա այն սովետական շրջանը, որ փոխվեց, սունկի պես աճեցին exchange-ի այդ տեղերը, որ փող էիր փոխում, փոխանակում Հայաստանում։ Չգիտեմ, դոլար էր տալիս, ռուսական էին տալ եւ այլ եւ այլ։ Այս ամբողջը treasure exchange-ի մասին է, գանձերի փոխանակման մասին է, Քրիստոս։ Դու ինձ
մի բան տուր, ես քեզ ավելին եմ տալու։ Իրապես սա խորքի մեջ ասում եմ գանձերի փոխանակումն է, տուր հոգևորը, տուր ինձ քո նյութը եւ հոգևորը վերցրու։ Կամ անցողի կտուր եւ հավիտենականը վերցրու։ Այս ամբողջ այդ գանձի մասին, ահա թե ինչու Քրիստոս ոչ թե օգտագործում է հավիտենական կյանքը, որ տղան օգտագործեց, այլ գանձեր բառն է օգտագործում։ Ցույց տալու համար, որ դու քո աշխարհում լիքը գանձ ես հավաքել քո համար, բայց այդ գանձերը այնտեղ պետք չեն լինելու։ Ուզում ես փոխանակենք։ Դու տուր աղքատին ու աղքատին տալով ինձ կտաս, կհիշեք, ասում էր, չէ՞, մեկին մի բաժակ սառը ջուր տվիր, ինձ ես տալի։ Դու տուր ինձ այլ խոսքով, աղքատի միջոցով, կարիքավորի միջոցով, ես էլ քեզ կտամ հավիտենականը ու մնայունը։ It's a fair exchange, սա շատ ազնիվ փոփոխություն է, փոխանակում է։ Ինձ սա տուր, ես էլ քեզ մյուսը կտամ։ Բայց արի ուտես, որ սա պիտի չլինի երիտասարդի մոտ ու սրա մասին խոսելու ենք։ Ինչու պիտի չլինի, որովհետև կախվածության գաղափար կա։ Մենք կախվածության մեջ ենք նյութից, ու այդ նյութի կախվածությունը հաճախ մենք չենք տեսնում, թերագնահատում ենք, բայց չափազանց մեծ է։ Բայց միջև այդտեղ մի քիչ խոսել, ուզում եի նաև այսօրվա աղանդներից ամենատարածվածի մասին խոսել, որի որ ուսմունքը prosperity gospel-ն, այսինքն հարստություն, ճոխություն։ Եթե prosperity gospel-ը, որ կյանքի խոսքը ու ուրիշ աղանդներն են ճիշտ լինի, ուրեմն այստեղ Քրիստոս պիտի ասեր հարուստ ես, լավ է, պատվիրանները պահում ես, ավելի լավ է, հիմա ինձ մենակ հավատա ու կփրկվես։ Մենակ ինձ հավատա ու կփրկվես։ Որտեվ prosperity gospel-ը դա ասում, հարուստ ես, լավ է, պատվիրանները պահում ես, ավելի լավ է, հիմա էլ Քրիստոսին հավատա ու կփրկվես։ Բայց Քրիստոս դա չի ասում, ասում է գործ արա հավատի, գնա վաճառի, տուր աղքատին, հետո էդ էլ բավարար չի, խաչդ կվերցնես ու կգաս իմ հետևից։ Ու սա է, որ չափազանց իր համար ծանր մի հատ բեռ է դնում, որը ինքը չի կարող վերցնել։ Ու սրա վրա է, որ հիմա պիտի տեսնենք խոսակցությունը շարունակումը, եւ մարդը այդ խոսքի վրա ասում է խոժորված գնաց, տրտում, որովհետեւ շատ հարուստ էր։ Խոժորվել բառը հունարենով մթագնել, այսինքն darkened, դեմքը փոխվեց, մթացավ։ Քրիստոս իրան սիրով մոտեցավ, ինքը դեմքը մթագնեց։ Ինչ որտեվ Քրիստոս ուզեց իրեն ազատել, ասեց, որ երիտասարդ, ամեն ինչ ունես, բայց դու կապանքների մեջ ես։ Դու ստրուկ ես, նյութի ստրուկն ես։ Իսկ ինքը նախընտրեց այդ կապանքների մեջ մնալ, քան թե ազատվել, եւ հետաքրքիր մի բան եղավ, բարի լուրը, որ ավետարան ենք կոչում, իրան փոխանակ ուրախացներ, տխրեցրեց։ Եվ բարի լուրը, որը իր ավետարան ենք կոչում, փոխանակ իրան մոտ բերեր դեպի Քրիստոս, հեռու տարավ Քրիստոսից։ Եվ սա լավագույն օրինակն է մեր կյանքի, որ հաճախ զարմանում ենք, թե ինչու Քրիստոսի ավետարանը մարդկանց փոխանակ ուրախացնի, տխրեցնում է, կամ չարացնում է, կամ զայրացնում է, կամ ինչու Քրիստոսի ավետարանը փոխանակ դեպի ավետարան ու եկեղեցի բերի ավելի հեռու է տանում։ Խնդիրը Քրիստոսի ավետարանի մեջ չի, ոչ թե Քրիստոսի մեջ է, մարդու մեջ է ու մարդու կախվածության մեջ է։ Այլ խոսքով մարդու ընտրության մեջ է։ Դու ունես ընտրության հնարավորություն։ You have to choose կամ հարստությունդ կամ Աստծուն։ Եվ այստեղ է գալիս, որ երբ որ կամ հարստությունը կամ Աստծուն, ընտրում ենք հարստությունը, ինչու, որովհետև կարծում ենք, որ հարստությունից է ամեն ինչ կախված։ Եթե հիվանդ լինեմ, փողով կբուժվեմ։ Եթե խնդիր ունենամ, ծանոթությամբ փող կտամ կլինի։ Ես ամեն ինչը բերում եմ փողին եմ կապում կամ նյութին եմ կապում։ Ու այլ խոսքով, այստեղ է, որ նյութը դառնում է իմ Աստվածը, մի բան, որը չի կարելի անել։ Եվ այստեղ հետաքրքիր նաև ուրիշ միտք կա։ Քրիստոս ասում է. լավ, ուզում ես արքայությունը մտնես, հրաշալի է, ինչ ես պատրաստ զիջել, զոհել։ Եվ մենք իբրև մարդ արարածներ ուզում ենք ամեն ինչ, բայց ոչ մի բան չենք ուզում տալ, փոխարենը։ Ու Քրիստոս ասում է, ախր փոխարենը մի բան պիտի տաս, որ ուզում ես ամենակարևորը վերցնես։ Ինչ ես տալիս։ Ու դու ոչինչ չես ուզում տալ։ Դու ասում ես, ես աշխատում եմ, ես ծառայում եմ, ես աղոթում եմ, ես պահք եմ պահում, ասում լավ, բայց ինչ ես քեզնից կտրում, որ տաս, որ էլ ինձանից ստանաս։ Ու ասում ես, դե ես եմ անում, ավելին չեմ կարող անել։ Ու դրա համար Սուրբ Պողոս առաքյալը պատահական չի
որ ասում էր դրամասիրությունը կամ արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է։ Եվ սա ճշմարտություն է։ Եվ հետաքրքրորեն ուշադրություն դարձրեք առաջի անգամն է, որ մարդը Քրիստոսի առաջարկը մերժեց, reject արեց առաջարկը, եւ իր կամքով թեքվեց ու Քրիստոսից հեռացավ։ Եվ ինչու եմ սա ասում, որ այդ մարդը ես կարող եմ լինել ու մեզանից յուրաքանչյուրը, որ երբ որ Քրիստոս ստանդարտ է դնում մեր առջև, մենք չընդունելով այդ ստանդարտը, մենք ինքներս թեքվում ենք Քրիստոսին, մեջք ենք անում ու հեռանում ենք Քրիստոսին։ Բայց երբ որ հեռանում ենք Քրիստոսից, այդ պաշտպանությունից ենք հեռանում, այդ շնորհներից ենք հեռանում, ընկնում ենք փորձանքների մեջ ու հետո մեկ էլ կանգնում ու ասում ենք՝ ուր է իր Աստված։ Բայց չէ որ դու ինքդ քո կամքով հայք հեռացար Աստծուց, չէ որ դու քո ընտրությունը ուրիշ տեղ արեցիր, ինչու ես հիմա թեքվում ու ասում՝ ուր է իր Աստված։ Սա ճիշտ է անձնական հիմքի վրա եւ ազգային հիմքի վրա։ Մենք ինքներս ենք մեր կամքով հեռանում Աստծուց եւ հետո թեքվում ենք ու Աստծուն ասում ենք, թե ուր է իր Աստված, ինչի չարեցիր։ Եվ մի երկու նյութ եմ ուզում խոսել այս բանի մեջ, որ որքան շատ ես կուտակում նյութը, այնքան ավելի դժվար է լինում դրանցից հեռանալ, ձերբազատվել։ Եվ ուզում եմ այստեղ շատ այս մտքի վերեմ, ոչ միայն փողի մասին է խոսքը, հորդերների մասին բոլորս գիտենք։ Ես Ամերիկայում եկել, Հայաստանում չգիտեի դրա մասին։ Մարդիկ են, որոնք անընդհատ կուտակում են ու ոչինչ չեն թափում։ Միշտ հավաքում են ու ոչինչ չեն թափում, եւ դա հոգեբանորեն շատ լուրջ հիվանդություն է, հոգեվոր ու մտավոր։ Մի կին կար Լյուսի անունով, քաղցիկը գիտի, որին փորձում էինք մեր համեստ կարողությամբ օգտակար լինել, ինքը 90 անց կին էր, մի անգամ այդ անում փորձում էինք օգնել, ինչևէ, մի անգամ իր տան դուռը բացեց, չէր ընդունում ինձ տնից ներս, ասում էր դրսում կբան կանես, դուք չեք պատկերացնում, այդ դուռը որ բացվեց, հայ կին էր, ինչ ասես թե չկար այնտեղ, ինչ ասես, այս կինը ոչինչ չէր թափել, ու հարստություն չէր կուտակել, որ ասեմ դրամ էր, ոսկի էր, փող էր, զիբիլ, բայց խնդիրը սա է, որ ոչ թե նյութը հարստության արժեքի մեջ է, թե ինչքանով ենք մենք պատրաստ տալու, եւ եթե չենք ուզում տալ, մենակ ստանում ենք, իսկ եթե պահը գալիս է, որ տանք, ասում ենք լավ, կտամ, բայց հələ թող մի քիչ է սպասեմ, բա որ պետք գա, այդ է, որ այս տղայի խնդիրն էր, որ զգուշ պիտի լինենք կուտակելուց, որովհետև ինչքան կուտակում ես այն մեծահարուստի առակի նման, որ Քրիստոս տվեց, ասում անմիտ, այս գիշեր հոգիդ քեզնից վերցելու են ունեցածդ, ինչ ես անելու, բայց մարդ հարարածը, մանավանդ Միացյալ Նահանգների մարդը, անընդհատ կուտակում է, ու ես այսօր էի մտածում, որ այս կամուրջի տակ մի հատ տնանք մարդ կար, հոմլես մարդ կար, ամերիկացի, քայլում էի, օրվա վերջներ, մի քիչ ասի միտքս ցրեմ, որտեվ որ շատ ես պատրաստվում, միտքդ հոգնում է, ինքը ինձ բարևեցի իրեն, ասի ինչպես ես, ասեց փառք Աստծո, ամեն ինչ էլ ունեմ, տնանքը հենց հիմա այս կամուրջի տակ է, անունը Գեբրիել է, ու այդ միտք եղավ, ասեց բայց սոված եմ, ինչևէ, հետաքրքիր է, այս նույն հարցադրմանը ես նույն ձև կպատասխանեի, թե չէ, ինքը տնանք է, ես տուն ունեմ, ու այնքան բան կարող ենք մեկս մյուսից սորել, ու նման մարդիկ ավելի պատրաստ են իրենց ունեցածը կիսել, քան այն մարդիկ, որոնք որ շատ ունեն, բայց երբ որ իրենցից մի փոքրիկն ես ուզում, պատրաստ չեն տալ, որովհետև սիրում են կուտակել, ու դրա համար էր, որ Քրիստոս այրի կնոջ Լումայի օրինակը բերեց, որ ով քիչ ունի, բայց իր ամբողջը տվեց, ոչ թե իր ունեցածից մի փոքրիկ հատված։ Ուրեմն այստեղ ասածը հետևյալն է, կոնկրետ Քրիստոս մեզանից չի ակնկալում, որ մեր ամեն ինչը տանք եւ գնանք իր հետևից։ Ամեն մարդու կյանքը տարբեր է, բայց մեզանից ակնկալում է 100%-անոց վստահություն եւ եթե պետք է տալու, լինենք այդ տվողը, ոչ թե սպասողը, որ օքեյ, կասկած չմտցնենք մեր հավատի մեջ ու փորձենք առաջ գնալ։ Այս տեքստը ինքը հրաշալի տեքստ էր եւ 3 տարբեր կետերի մասին խոսեց, որի մասին ես կանդրադառնամ եւ մեկը մեկից հրաշալի էր։ Այս տեքստի մեջ բանալի բառերը շատ են, բայց ուղղակի մի քանիսը ինձ համար կարևոր, ուզեցի ձեր հետ կիսել, որ առաջին իմ կարծիքով ուսուցիչն էր,
Մյուսը աշակերտ, այս գաղափարը ուսուցիչ աշակերտ, շատ անգամ աշակերտները շեշտվեցին եւ հաճախ բացասական ձևով արձակել գաղափարը կնոջը, խստասրտությունը, արու եւ եկ գաղափարը, ոչ թե արու եւ արու, մեկ մարմին գաղափարը, Աստված միացնելու գաղափարը, որ մարդը թող չբաժանի, շնություն, մանուկ, ձեռք դնել, գիրկն առնել, ճանապարհ, շատ ենք տեսնում ճանապարհը, հավիտենական կյանքը ժառանգել այս արտահայտությունը, բարի վարդապետ գաղափարը կամ ընդհանրապես բարի գաղափարը, պատվիրանը, պակասը, գանձերը եւ տրտում գնալը, Աստծուց նեղացած գնալը, տրտում գնալը։ Եվ իմ հակիրճ վերլուծությունը հետեւյալն է, որ ավետարանական այս հրաշալի հատվածը քրիստոնյայի ամուսնության, երեխաների կրթության, հարստության եւ սոցիալական ստատուսի մասին է։ Այս ամբողջը կա ամուսնություն, երեխաների կրթություն եւ հարստություն ու social status, հարուստ եմ ես, ունեմ։ Բոլորս էլ ցանկանում ենք, որ նշվածները մեր մոտ լինեն ու շատ լինեն։ Սակայն պիտի հասկանանք, որ որոշ բաներ պիտի փոխանակենք կամ զոհենք ավելի կարևորներին հասնելու համար։ Պատրաստ պիտի լինենք տալ ոչ միայն ունեցած, այլ նաև ծրագրած կամ երազած աշխարհային արժեքները, որոնց համար այսքան զոհողության ենք գնում։ Երբեմն չունենք, բայց տենչում ենք ինչ-որ բանի ու դրա համար շատ ժամանակ ենք դնում, բայց դա աշխարհային է։ Կյանքում հավիտենականը Քրիստոս է եւ իր արքայությունը։ Իսկ նրա նախաճաշակը ստանում ենք, երբ սկսում ենք Տիրոջ հետ անձնական հարաբերություն մշակել ավետարանի, եկեղեցու, աղոթքի, ծոմապահության եւ կոյնոնիայի մեկս մյուսի միջոցով։ Եվ հետաքրքրորեն այս շաբաթ օրը ավետարանիչների տոնն է։ Նախորդ շաբաթ Վարդանանց էր, Վարդանանց եմ ասում, ներողություն, թարգմանչած մոտ եմ եղել։ Թարգմանչած էր, այս շաբաթ 4 ավետարանիչների տոնն է, որոնցից մեկն էլ Սուրբ Մարկոս ավետարանիչն է, այնպես որ կարծես թե էս էլ այսպես է համընկնում, որ այն անձը, որ գրեց այս հրաշքը ու մենք այսօր սովորում ենք ու Քրիստոսին ենք ճանաչում, նաև իրենք մեզանից ինչու՞ չէ, խնդրում են, որ հիշատակենք իրենց մեր աղոթներում, ոչ թե իրենց համար, որտեղ իրենք արդեն երկնային արքայության մեջ են, սրբերի դասում են, այլ մեր համար, այդ սրբերի բարեխոսությունը շատ կարևոր է ու նաև շնորհակալությունն է շատ կարևոր, որ այս մարդիկ այնքան արեցին, որ Աստված իրենց արժանի համարեց իր խոսքը փոխանցել իրենց միջոցով այսօր հայկին ու մեզանից յուրաքանչյուրին։ Բոլորից շնորհակալություն նրանք, ովքեր որ առաջի անգամ են